Այսօր լավ օր է ու այսօր Աստված բոլորիս օրհնել է, որ այսօր բոլորս մի քայլով կամ ինչ-որ չափով էլ ավելի մոտիկանանք Աստծուն։ Թող օրհնյալ լինի Տերը այսօր այստեղ մեր ժողովքի մեջ։ Այսօր խոսելու եմ հավատքի ու հավատքի չափի մասին։ Ինչ է հավատքը։ Հավատքը հուսացած բաների հաստատումն է։ Չերևացած բաների ապացույցն է հավատքը։ Որտեղից է հավատքը։ Աստծո խոսքը լսելուց է հավատքը։ Մեզ համարում են հավատացյալ։ Մենք ինքներս մեզ կոչում ենք հավատացյալ։ Որովհետև մենք հավատացել ենք։ Մենք հավատացել ենք ճշմարտությանը, փրկությանը, ավետարանին, հավիտենական կյանքին, հավատացել ենք Աստծուն ու իր բերանից ելած ամեն խոսքի։ Հավատացյալի կյանքը հիասքանչ է։ Հրաշալի է հավատացյալի կյանքը, այլ կերպ ասած հրաշքներով լիքն է հավատացյալի կյանքը։ Հավատացյալի կյանքը գերբնական է ու ես կոչ եմ անում բոլորին, որ հավատան, որովհետև արդարը հավատով կապրի։ Բայց հավատացյալի կյանքը նույնքան հեշտ չէ, ինչքան որ ասելը հավատա։ Կա հավատքի փորձություն ու երանի նրան, որ փորձվում ու հավատարիմ է գտնվում։ Կա նեղություն, տառապանք ու կա հավատքը ամուր պահող հավատացյալ։ Հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա։ Եբրայեցիս 11-րդ գլխում շատ գեղեցիկ ու բովանդակալից ներկայացվում է անցյալում եղած ու կատարված հավատքի գործերը մեր հավատքի հայրերի կողմից։ Ոմանք հավատքով առյուծի բերանները փակեցին, ոմանք հավատքով կրակի կատաղությունը մարեցին, ոմանք կտրվեցին, չարչարվեցին, սղոսվեցին, իրենց անձերը ուրացան, աշխարհի ժամանակավոր ունայնությունը թողեցին, որպեսզի հավիտենական կյանք ու հարություն ժառանգեն։ Որքան էլ որ փառահեղ ու հրաշալի լինի հավատացյալի կյանքը, նույնքան էլ դժվար ու խրթին է։ Բայց անկախ ամեն ինչից, անկախ երկրավոր փառքից, մեծության, անկախ զրկանքից ու տառապանքից, Աստված մեզ համար գերազանց բան է պատրաստել։ Քրիստոսի ձեռքով, խաչով, հարությունով մեզ փրկել է մեղքից ու հավատքի միջոցով մեզ հավիտենական կյանք է շնորհել իր ներկայության ու սրբության մեջ։ Հավատում ես դու Աստծուն։ Իսկ հավատքդ չափ ունի, ցույց կտաս քո հավատքը։ Հակոբոս 2:26, որովհետև ինչպես որ մարմին առանց հոգի մեռած է, այնպես էլ հավատքը առանց գործերի մեռած է։ Ինչպես ու ինչին որ հավատում ես, դա քո հոգևոր ինքնությունն է, քո հոգու անձնագիրը։ Մատթեոս 17:20, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, թե մանանեխի հատի չափ հավատք ունենանք, այս կամ այն սարին կասենք փոխադրվիր այստեղից այնտեղ եւ նա կփոխադրվի ու ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Քանի սար ես տեղափոխել։ Սարը մեղքի, սարը մահի, սարը ցավի, հիվանդության։ Սրանք սարեր են, որ սպասում են, որ դու տեղափոխես իրենց։ Բայց ամենից հավատքի չափը թե ձևը տարբեր է։ Նույն մարդը երկու տարբեր իրավիճակներում տարբեր ձև է հավատում, տարբեր չափի է հավատում։ Երկու օրինակ ձևի համար։ Մի արյունահոսող կին կար, ով հավատում էր, որ եթե կպնի Հիսուսի փեշին, իր հիվանդությունից կբժշկվի։ Ու ինչպես որ հավատում էր, այդպես էլ եղավ իրան։ Կպավ Հիսուսի փեշին ու բժշկվեց։ Մի ուրիշ տեղ հարուրապետ կար, ում ծառան էր հիվանդ, ու հարուրապետը հավատում էր, որ եթե Հիսուսը ասի, որ իր ծառան բժշկվի, նա կբժշկվի, եւ իր հավատացածի պես իրան եղավ։ Հիսուսը ասեց ու բժշկվեց։ Չգնաց իրենց տուն, չկպավ հիվանդին, հիվանդը չկպավ իր փեշին, ասեց, բժշկվեց, որովհետև հարուրապետը այդպես հավատաց։ Երկու օրինակ չափի համար ասեմ։ Մարիամն ու Մարթան հավատում են, որ եթե Հիսուսը գա, իրենց եղբայրը կբժշկվի։
Բայց չէին հավատում, որ երբ որ իրենց եղբայրը մահացել է ու 4 օր անցել է, Հիսուսը կգա ու իրենց եղբայրը հարություն կառնի։ Բայց Հիսուսը եկավ ու իրենց եղբայրը հարություն առավ։ Կամ Պետրոսը հավատացել էր, որ կքայլի ջրերի վրայով ու քայլեց։ Բայց չէր հավատում, որ կքայլի ջրերի վրայով, երբ որ անձրև է, քամի է, փոթորիկ է, չհավատաց, խորտակվեց։ Բայց Հիսուսը նրան հանեց ու ելի քայլեցրեց նաև անձրևի ու փոթորիկի ժամանակ։ Նման օրինակներ նաև մեր կյանքում կան։ Հակոբ աղբերը երեք վկայում էր, որ երբ որ երիտասարդ էր ու նոր էր անում քայլերը հավատքի մեջ, բաներ կար, որոնց հավատում էր Աստծուն, փրկության, Աստծո խոսքին, բայց չէր կարողանում հավատալ, որ կարա Հիսուսը գրավիտացիայի օրենքին հակառակ բարձրանա երկինք։ Մի օրինակ իմ կյանքից ասեմ։ Վերջերս Երևանում, հենց կենտրոնում շատ կոպիտ ճանապարհային կանոնների խախտում արեցի ու մեծ գումարի չափով տուգանք պիտի գար իմ համար ու ես էլ գործերս լավ չէր, ոնց որ փող չկար մոտս, ես կնեղվեի այդքան մեծ գումար վճարեի։ Ու աղոթեցի, ասեցի Աստված ջան, ինչ կլինի, թող այս տուգանքը չգա ինձ։ Հետո այդ օրվա ընթացքում եւս երկրորդ անգամ աղոթելուց հանդիմանվեց ներսս, ասեց՝ «Խի ես հավատում, որ կարաս աղոթես ու տուգանքը չգա, բայց չես հավատում ու չես հաղորդում, որ գործերդ լավ լինի, որ այդ տուգանքը վճարելուց չնեղվես»։ Հանդիմանվեցի, աղոթեցի ու թե տուգանքը չեկավ ու գործերս լավ գնաց։ Նման օրինակներ բազմաթիվ են, թե կյանքում, թե Աստվածաշնչում։ Նույն մարդը տարբեր իրավիճակներում տարբեր ձև ու տարբեր չափի է հավատում։ Ու ո՞րն է չափը։ Ինչքան է պետք, որ մարդ հավատա, որ բավարար լինի։ Ինչին է պետք, որ մարդ հավատա, որ բավարար լինի։ Մեր չափը չափազանցն է։ Մեր Աստված չափազանց Աստված է, անսահման Աստված է, գերբնական է, զարմանալի է ու կարելի է չափազանցության հոմանիշներով անվերջ շարունակել ու նկարագրել Աստծո մեծությունը։ Ու բառերը բավական չեն լինի, որ ամբողջությամբ նրան նկարագրենք։ Պետք չէ Աստծո անսահմանությունը մեր սահմանափակության, մեր չափավորության մեջ տեղավորել, որովհետև Աստված ամեն բան կարող է անել, Աստված ամեն ձև կարող է անել։ Հովհաննես 3:8-ում ասվում է. «Քամին, որտեղ ուզում փչում է։ Նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս ու որտեղ է գնում»։ Այսպես ամեն հոգուց ծնվածը։ Հոգուց ծնված մարդիկ հավատացյալ մարդիկ են ու չգիտես, թե իրանց կյանքում ինչպես ու ոնց կլինի։ Ու մեր Աստված անկրկնելի Աստված է, պետք չէ մեր տեսածով, պատկերացրածով կամ լսածով սահմանափակել Աստծո գործունեությունը մեր կյանքում։ Եթե մեկի կյանքում մի բան եղել է ու դա մեր հավատքը ամրապնդում է, մեկի կյանքի վկայությունը մեզ քաջալերում է, փառք Աստծո, թե այդ մարդու, թե իր կյանքում եղած վկայության համար, բայց պետք չէ մտածել, որ այդ մարդու կյանքում եղածը նույնությամբ պիտի կրկնվի մեր կյանքում։ Աստված ամեն մեկիս համար ունի յուրահատուկ ճանապարհ, ունի յուրահատուկ ծրագիր։ Մեզնից հասնում է լսել Աստծուն, հնազանդվել Աստծուն ու հավատարիմ լինել այն ամենի մեջ, ինչի մեջ որ Աստված մեզ կանչել է։ Հավատարիմ լինել այն ամեն ինչին, ինչին որ մենք հավատացել ենք։ Որովհետև երանի են մարդուն, ով որ հավատարիմ կանգնի իր հավատացածի մեջ ու իր հավատքը ամուր կպահի։ Իմացիր ինչին ու ինչպես որ հավատաս, հենց այդպես էլ քո կյանքում կլինի։ Քո ապագան այսօր դու իրական ես դարձնում քո հավատքով ու կապ չունի դու լավ բան ես հավատում, թե վատ բանի։ Բայց եկեք իրար հետ լավ բանի հավատանք։ Եկեք հավատանք, որ Աստծո կամքը բարի է մեր համար, անկախ աչքի երևույթից, անկախ իրավիճակներից։ Եթե դու հավատում ես, որ դու պիտի թողես քո տունը, տեղը, քո սենց բան այդ կառուցած քո բիզնեսը ու այդտաս քո ազգից հեռու ուրիշների մեջ, ուրիշ ազգերի, օտարների մեջ քարոզես Աստծո խոսքը ու Աստված քեզ պահի, ինչպես ասում էր, տեսել ես դաշտի թռչուններին ու գազաններին, որ մի բանի կարոտություն չունեն ու քո համար այդպես լավ լինի, քո համար հենց այդպես լավ կլինի, որովհետև դու դրան հավատում ես։ Մի ուրիշն հավատում է, որ ինքը եթե չթողի իր տունը, տեղը, ընտանիք կազմի, ինչ-որ բիզնեսներ ստեղծի, փող աշխատի, իր ունեցած ֆինանսը էլ ավելի լավ օգտագործի ու շատացնի ու
այդ ֆինանսով ծառայի թե եկեղեցուն, թե այն մարդկանց, ովքեր հենց այդ տունը տեղը թողել ու գնացել են ուրիշ ազգերի մեջ քարոզում են ու ապրում են, իր կյանքում հենց այդպես էլ կլինի, ինչպես որ ինքը հավատում է։ Դու հավատում ես քո տեսիլքին ու քո տեսիլքը իրական ես դարձնում Աստծո թագավորության մեջ։ Հավատացողը կասի ամեն։ Մի օրինակ պատմեմ իմ կյանքից ու ամփոփենք այսքանով այս խոսքս։ 2019 թվականին, երբ որ ես պիտի ընդունվեի համալսարան, ես գիտեի, որ ես Աստծուց ստացել եմ, որ ես ճիշտ բան եմ անում, ճիշտ տեղ եմ գնում սովորելու ու գիտեի, որ ես պիտի անվճար սովորեմ, որտեվ ինձ այդպես Աստված էր ասել։ Ես գնում եմ, ընդունվում եմ, քննություններ եմ տալիս, իմ իմանալով ես բավականին լավ պատրաստվել եմ, պարապել եմ ու քննությունները տալուց հետո պարզվում է, որ ես պիտի վճարովի սովորեմ։ Ու այդ ժամանակ ոնց որ տիեզերքը փլվի գլխիդ, աշխարհի դառնությունը քամում է քո բերանին, որովհետև օй Աստված ինձ ասել էր ու այդպես չեղավ։ Ես գիտեի, որ պիտի սենց լինի, ես հայտնություն էի ստացել ու կարծես թե մի պահ աշխարհը կանգնում է ու դու մտածում ես արդյոք ես խաբվել եմ, արդյոք Աստված ինձ սխալ բան ասել, թե ես եմ սխալ լսի Աստծուն, թե արդյոք թերի եմ հավատացել Աստծուն։ Ու այդ ժամանակ մենք ճամբարների էինք, Մելիքյան Արտուրն էր քարոզում ու ես այդ քարոզից մենակ այդ երկու տողն եմ հիշում։ Սենց նստած ճամբարում եկել է այդ պատասխանը, որ ես վճարով եմ ընդունվել ու սենց Մելիքյան Արտուրը աշկերիս մեջ ասում է Աստված քո հավատարմությունը փորձելու է, եթե ուզում ես իր բերնից քո բերանին խոսի։ Ու ես իմ մտքի մեջ ասի Աստված իմ, եթե ես իմ հավատքի փորձությունն է, թող փորձվեմ, ես հավատում եմ քեզ։ Ու այդ քարոզից դուրս գալուց հետո մի հատ զանգ եմ ստանում, որ ինչ-որ մատ շինարարության մեջ աշխատանք են առաջարկում, որ այդ մի ամիս աշխատելով իմ վարձի մեծ մասը թե ամբողջությամբ, կոնկրետ հիմա չեմ հիշում, կարողանում է ես այդ աշխատանքով փակեի։ Ու այդ շինարարության աշխատանքին զուգահեռ մեր եկեղեցու շենքն էր վառվել ու նույն շինարարական աշխատանքները կատարում էր մեր եկեղեցու շենքում։ Ու ես իմ մեջ ընտրության էի, ասում նույն շինարարությունն է, իմ տունը վառվել է։ Ես գամ իմ տանը աշխատեմ, թե թողեմ այդամ ուրիշ տեղ աշխատեմ, որ ուսման վարձը փակեմ։ Ու ես մտքերի մեջ ճամբարից իջնում եմ, փառք Աստծո, որ Հակոբ աղբոր պես պապա ունեմ, գալիս ասում եմ, պապ, սենց բան եմ ստացել, բայց մտածում եմ, որ եկեղեցում էլ գործ կա, ինչ անեմ ես, լավ կլինի եկեղեցում աշխատեմ։ Ասա Հովսեփ ջան, գնա աշխատի եկեղեցում։ Եվ դες գայս եմ աշխատում եմ եկեղեցում ու առանց իմ որոնելու, առանց իմ դռներ թակելու ինձ ինչ-որ մատ ֆոնդից զեղչի առաջարկ է գալիս ու ես առաջի կուրսը սովորում եմ 80% զեղչով։ Ով որ փորձել է օգտվի այդ ուսանողական բարեգործական զեղչերի ծառայություններից, կա կիմանա, որ բոլոր ուսանողներին երկրորդ կուրսից են միայն փոխարինում, որ դու մի տարի սովորես, արդյունք ցույց տաս, որ դրա հիման վրա քեզ զեղչ տան։ Բայց հավատարմությունը իր պատասխանը տվեց։ Աստված հավատարիմ է ու իրեն հավատացողին երբեք ամոթով չի թողում։ Եվ որպես ամփոփ կարդամ Եբրայեցիս 10:38-39 համարները, բայց արդարը հավատքով կապրի։ Եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքիցն ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Շնորհակալություն սիրելի Աստծո ժողովուրդ։ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ քեզանից քո տված ամեն բարիքի համար, Հայրիմ։ Շնորհակալ եմ Տերս, որ մեր հետ ես, մեր կողքին ես ու մեզ երբեք ամոթով չես թողում, Տերս։ Թող մեր հավատքը էլ ավելի զորանա, էլ ավելի պնդանա, Տերս, ու քո ուզած չափով ու քո անսահմանության համապատասխան քեզ կարողանանք հավատալ, Տերս։ Ամեն։